Քույրեր եղբայրներ, Աստուծո օգնությամբ այսօրվա մեր քարոզախոսության թեման է համբարձման խորհուրդը։ Աստուծո սրբազան խոսքեն պիտի գարտացվի Գործարքելոց առաջին գրքոն առաջին 11 համարները։ Առաջին բաղտնությունը ըրի, ով Թեոփիլոս, այն ամեն բաներուն վրա, որոնք Հիսուս սկսավ անել եւ սորվեցնել, մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգիի միջոցով պատվեր տվավ իր ընդրյաց առաքյալներուն ու համբարձավ, որոնց ինքզինքը ցուցուց կենտանի իր չարչարանքներեն հետո շատ ապացույցներով 40 օրվա մեջ անոնց երևնալով ու Աստուծո թագավորության վրայով խոսելով։ Անոնց հետ մեկտեղ գտնված ադենը աղսպրեց անոնց, որ Երուսաղեմին չհերանան, հապա սպասեն հորը խոստումի որսա։ Ինձ մել լսեցիք, բասնզի իրավ հովանես ջրով մգրդեց, բայց դուք շատ օրեր չանցած Սուրբ Հոգիով պիտի մգրդվեք։ Անոնք մեկտեղ գալով գարցնեին իրեն ու գսեին, դեր Իսրայելի թագավորությունը այս ժամանակին նորեն պիտի հաստատես, ըսավ անոնց։ Ցեզի չի վերաբերիր ժամերը եւ ժամանակները գիտնալ, որ հայրը իր իշխանության մեջ դրավ, բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ադեն զորություն պիտի առնեք ու ինձի համար վկաներ պիտի ըլլաք Երուսաղեմի մեջ եւ բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ ու մինչև երկրին ծայրերը։ Եվ այս բաները սավ մինչ անոնք գնային համբարձավ։ Ավ մզանիգա անոնց աչքերն ծածկեց։ Եվ աչքերին դնգած թևի երկինք գնային անոր ետևեն, ահա երկու ջերմակ հանդեցներով մարդ իրենց կողմ գայնեցան, որոնք ըսին, ով Գալիլեացի մարդիկ, ինչու գայներ թևի երկինք գնայինք։ Այս Հիսուսը, որ ցեզմե երկինք համբարձավ, այսպես պիտի գա, ինչպես տեսակ անոր երկինք երթակ։ Շատ հստակ կերպով Ղուկաս Ավետարանիչ Գործ Արաքելոցը գսկսի մագակրելով Հիսուս Քրիստոսի համբարձում։ Հիսուս ինչպես երկինք համբարձավ, երկու անգամներ այս խոսքը շեշտադրված կերպով նշած է։ Համբարձման թեփքը մենք կգտնենք Գործ Արաքելոց առաջին գրքում մեջ։ Իսկ համբարձման խորհուրդը եւ անհրաժեշտությունը ինչ խորհուրդ ունի, ինչու շատ անհրաժեշտ է, Հիսուս իր աշակերտներուն ընդարձակ կերպով խոսեցավ Հովաննու 14, 15 եւ 16-րդ գլուխներուն մեջ։ Անոնք, որոնք բավուց հետևած են իմ քարոզներուս, հաճախ շեշտադրած են, մենք որպես Քրիստոսի աշակերտներ անկիր ճանչնալու ենք Հովաննու 14, 15, 16-րդ գլուխները, որովհետև Քրիստոսի վերջին խոսքն է եւ ամենակարևոր բադվերը ուսուցումը իր աշակերտներուն եւ մեզի, որ մենք իրեն կհավատանք։ Սիրելիներ, աստվածաբանության մեջ համբարձման նյութը 5 կետերով, 5 նախադասություններով կներկայացվի։ Երկար բարակ աստվածաբանություն գսորվիս, ով է Աստված Քրիստոս, Սուրբ Հոգին, երրորդությունը, փրկությունը, քավությունը, այս մեծ թեմաներու մեջ են որ գանցնի մի ժամով 5 նախադասությունով համբարձումը կներկայացվի։ Մեծ եւ ընդարձակ թեմա չէ, սակայն խիստ անհրաժեշտություն է յուրաքանչյուր հավատացյալին համար ճանչնալ համբարձման խորհուրդը։ Նախքան համբարձման խորհրդի մեջ մտնելս աստվածաշնչյան գարչ նախապանը ուզեմ ձեզ ներկայացնել։ Տեսեք սիրելիներ, Աստուծո հաճությունը մարդն է։ Մարդ արարածը Աստուծո ուրախությունն է։ Անոր համար Սամոս 2 մեջ կսեք անոր հաճությունը, այսինքն Աստուծո հաճությունը մարդոց որդիներուն հետ է։ Դերը քեզմով
ուրախ է, դերոջ գամքն է, որ ինք քեզի շնորհե իր հաճությունը։ Աստուծո բոլոր ստեղծագործության մեջ մենք կտեսնենք Աստուծո իմաստությունը եւ զորությունը։ Ինչ որ ստեղծագործությունը մեզի ցույց կտա եւ կնայինք մենք կսենք այս ինչ իմաստություն, այս ինչ զորություն։ Մանավանդ մոլորակներու աշխարհը, օվկիանոսը, այսպես երբ որ գիտական օրենքը գիտես, գսկանչանաս, գիհիանաս, առանց պատասխանի, առանց մեկնաբանության, եթե հավատացյալ ես Աստուծո փառք թե ոչ բան չես հասկանալ։ Ով գրնա մեկնաբանել մոլորակները երկինքի մեջ ինչպես կախված են, ինչպես անուն կշարժին, որովհետև աստվածային իմաստությունը այդ բոլորը կարգավորած է աստվածային զորությամբ։ Մենք կտեսնենք ստեղծագործության մեջ Աստուծո իմաստությունը զորությունը, իսկ մարդու ստեղծագործության մեջ մենք կտեսնենք Աստուծո պատկերը եւ սերը։ Աստված մեզ ստեղծած է իր պատկերով եւ մեզ ստեղծած է իր սիրով։ Այս նախատասության լավ ուշադրություն տվեք։ Մարդ արարած առանց մեղքի, այսինքն Ադամի կյանքը, որ առանց մեղքի է եւ մենք պիտի հասնենք անոր, երբ որ Հիսուս վերադառնա, մարդ արարած առանց մեղքի Աստուծո մանրապատկերն է։ Եվ կսե Աստուծո նմանով եղեք սիրելի զավակներու պես, որտեղ մենք մարդու մեջ ինչ կտեսնենք այն սերը, այն ողորմությունը, այն փառությունը, ուր մարդուն դրված է, մարդուն փոխանցված է Աստուծո գողման է։ Աստված մարդը ստեղծեց իր պատկերով, այսինքն իր նկարագրով, քարակտերով, ինչ որ հոս կգործածի փնուտակությունը, Աստված մարդը ստեղծեց իր սիրով, որպեսզի հաղորդակցի մարդուն հետ։ Այս մեկը ինչպես կրնանք մեկնաբանել, որ Աստված ուզե հաղորդակցի մարդուն հետ։ Ամենաթյուրին եւ գործնական օրինակը Աստվածաշունչի մեջ, որպես մանրապատկեր մեզի ուկա Աբրահամի օրինակը։ Հայր Աբրահամ ամեն ինչ ուներ, որպես մարդ հարուստ էր, որպես ամուսնացյալ մարդ ուներ գեղեցիկ, հնազանդ, բարեբաշխ դիգին, որպես բիզնեսմեն ամեն տեսակ անասուններ, ծառաներ ուներ, պատերազմի գնաց հաղթական վերադարձավ։ Հիմա ասեք ինձի, Աբրահամին ինչը պակասի։ Այս մարդը ինչ բան է գդարաբեց։ Օրմա Աստված երբ որ իրեն ասավ քեզ դիտորնեմ, ասավ դեր, ինչ է այդ օրհնությունը։ Ասկան հարստություն, ասկան փառք, դիրք, համբավ զավակ չունի։ Իմ բապկերս չի գա։ Հարազատս չի գա։ Որու ժառանգություն թողնելն է։ Այսինքն մարդ արարած իր ամբողջ փափակնելուն հասնելով եւ զավակ չունենա, կսեին կյանքիս մեջ բագաս կա։ Աբրահամ ուզեց զավակ ունենա։ Աստված մարդը ստեղծեց, մարդու մեջ դրավ իր պատկերը եւ իր հոգին, որպեսզի մարդուն հետ հաղորդակցի, ինչպես Աբրահամ, ինչպես հայրը գահաղորդակցի կսիրե եւ իր բոլոր ունեցածը հալալ ժառանգություն կտա իր զավակին, ինչու որովհետեւ իր զավակն է։ Եվ սիրելիներ, մարդ առ Աստված հաղորդակցությունը, որ Տերը ստեղծեց մարդուն հետ հաղորդակցվելու, խզվեցավ սատանային խաբեությամբ։ Սատանան կողծավ այդ հաղորդակցությունը եւ այդ օրհնությունը։ Այո, Աստված ստեղծած է բնությունը, ստեղծած է անասունները, բայց անոնց հետ Աստված չի հաղորդակցի, որտեղ անոնց մեջ Աստուծո հոգին չի գա։ Աստված ուզե մեզ հետ հաղորդակցի, որովհետև մեր
մեջ դրած է իր հոգին։ Սատանայի միջոցով հաղորդակցությունը խզվեցավ, բայց մարդ առասված հաղորդակցության գաբը Հիսուսով վերահաստատվեցավ։ Եվ հոս իհայտ ուկա Քրիստոսի աշխարհ կանոն նպատակ։ Ինչպես մենք կրնանք հաղորդակցել Աստծո հետ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հիմա կանք համբարձման Հիսուս իր համբարձումով երկինքը Աստծո աջ կողմը նստած է։ Ասի 5 կետերեն մեկն է, որ ես մի աննախապանի մեջ պիտի հիշեմ։ Դեր Աստված Քրիստոսի շնորհեց ամեն իշխանություն երկինքի մեջ եւ երկրի վրա, որովհետեւ Հիսուս Քրիստոս մարդը ազատագրեց սատանային քերութենեն, մարդը ազատագրեց մեղքի քերութենեն եւ մարդուն շնորհեց հաշտություն Աստծո հետ իր մահվամբ։ Մենք գիտենք, որ երբ խզում ըլլա գեհերանամ, բայց երբ հաշտություն ըլլա գրգին անգամ գաբերը իրար գմիանան։ Հիսուս մարդուն փրկության համար մարտացավ եւ խաչով մահացավ, որպեսզի շնորհե գրգին անգամ հաղորդ ըլլալ աստվածային փնության։ Սկիզբը ինչսին մարդ արարածը Աստուծո փնության մանրապատկերն է։ Պետրոս արաքյալ ասխորուրդը կբացատրե, որ մենք Քրիստոսով սկսանք հաղորդ ըլլալ, անինչ որ աստվածային է, այդ մեկը տեսնվի մարդուն մեջ։ Իսկ մարդը ինչպես պիտի հաղորդակցի Աստուծո հետ, այդ մեկը կարելի է միայն Սուրբ Հոգիով։ Եվ հիմա մենք կտեսնենք համբարձման առաջին խորհուրդը, որ մեզի ուկա Հովանու 16-ը։ Հիսուս ինչ ասաց է։ Բայց ես ճշմարիտ կսեմ ցեզի, աղեք է ցեզի, եթե ես երթամ։ Համբարձման խորհուրդը սկսավ բացատրել։ Հիսուս սկսե իր աշակերտներին, սա ցեզ համար է, էսի ցեր օգտին համար է։ Քանզի եթե ես չերթամ, մխիթարիչը ցեզի չի կա։ Բայց եթե երթամ, զանիգա ցեզի պիտի ղրկեմ։ Հիսուս երթալու է, որպեսզի մեզի կա Սուրբ Հոգին։ Ինչու, որովհետև գսե Սուրբ Հոգին ցեզի պիտի հիշեցնե բոլոր ձեր սորվածները, յանքի բոլոր հանգամանքներու մեջ։ Սիրելիներ, երբ որ մենք Հիսուս Քրիստոսի աշակերտ կդառնանք, եւ այս աշխարհի վրա դերը գիտե, որ մենք զանազան իրավիճակները, կարգավիճակներու մեջ ենք անցնենք, Հիսուս շատ լավ գիտե, ինչը սավար չեմ աղաչել, որ զանոք աշխարհին վերցնես, այլ չարեն բայես, տագամի մենք թշնամի հողի վրա առաքելություն ունենք, եւ Պողոս առաքյալ ասում է բացատրե որպես հոգեվոր պատերազմ, այս պատերազմին, այս փորձությունով լեցուն աշխարհի մեջ Աբետարանի ճշմարտության խոսքերը մեզի Սուրբ Հոգին կհիշեցնե, հիշեցնելով մեզ կզորացնե, եւ մենք այդ կարգավիճակներու մեջ կապրենք, հերու մնալով փորձութենեն եւ մեղքեն։ Եվ կհաղթենք մեղքին, ինչպես մեր Փրկիչը հաղթեց։ Սուրբ Հոգին ցեզի կհիշեցնե ձեր սորվածները, այսինքն սիրելիներ, եկեք երկու նախատասությունով ամփոփեմ։ Քու ամեն մեկ կարգավիճակի մեջ մեկ հատ Հիսուսին նայիր։ Կմխիթարվիս, կքաչալերվիս, կփոխվիս։ Ասկի առաջ ասած եմ ես չէի գնալ հաշտվել, որ ստրուկները ինչպես կաշխարեն։ Ստրուկ։ Միսիոնարները հաջողեցան իրենց ցել Հիսուսին նայել։ Տեսեք, դուք ինքզինքդ փախտadե Հիսուսի հետ։ Դուք ինչեր գնեք եւ ինչեր ուզում եք անել, բայց Հիսուս ինչ ըրած է։ Բայց առանց մեղքի։ Խոս ստրուկները ապաշխարեցին։ Ես հանգստացա։ Տարիներ գբրգուդեի ստրուկի ինչպես կապաշխարի։ Ինչպես ստրուկին գնաս ասել Աստված սեր։ Եթե ապտակը երեսիդ խփի քիչ։
Ինչս էլ է մեկը ձնի ստրուկ ըլլան։ Ինչպես մխիթարվեցան Հիսուսին նայեցան։ Եկեք սիրել բոլոր հանգամանքներում մեջ Հիսուսին այն Սուրբ Հոգին մեզի կհիշեցնե Ավետարանի ճշմարտությունները, նաև կսե Սուրբ Հոգին երբ որ կա, ձեզ պիտի առաջնորդե ամեն ճշմարտության։ Սուրբ Հոգին կսորվեցնե եւ կառաջնորդե մեզի Քրիստոսի ճշմարտությունները։ Քույրեր, եղբայրներ, մեր հավատքը առանց Քրիստոսի ինքնագամ գրոնապաշտություն է։ Առանց Քրիստոսի մարդկային գամքով գրոնապաշտություն է։ Չեմ ուզել երկարել, բայց կարիք է գսկա մի քանի նախատասություններս։ Այսօր աշխարհի վրա, ինչպես Հայաստան, ամենտեղ մոլար վարդապետություններն են։ Մոլար վարդապետություններում միակ խնդիրը ինչ է, գիտեք, Հիսուս Քրիստոսն է։ Իրենք հանած են Հիսուս Քրիստոսը եւ իրենց միտքը եւ իրենց անձը եւ իրենց օրինապաշտությունը դրած։ Իսլամությունը, Եհովայրյաները, մորմոնները, բուդդիզմը ով ուզեք։ Թերևս իրենց մեջ շատ լավ բաներ կան, բայց Հիսուս չի դա։ Խնդիրն Հիսուսն է։ Սուրբ Հոգին սիրելիներ մեզ կառաջնորդե Քրիստոսի ճանչնալու ով է Քրիստոս եւ Քրիստոս մեզ համար ինչ գնաց։ Օրինակ, տեսեք։ Խաչի խորհուրդը։ Երբ Հիսուս աշակերտներուն իր խաչելության մասին խոսեր, սա որտի մարդու պիտի չարչարվի, պիտի խաչվի հետանոսներն, Բողոս իրեն հանդիմանեց։ Բողոս իրեն սորվեցուց։ Բողոս իրեն սա վերգս խալիս, դեր այս մեկը ընդունելու չէ։ Ինչու, որովհետև երբ որ Պետրոս իր ըսածին հավատար, եւ ինքը Սուրբ Հոգի լեցունություն չուներ։ Ուրեմն Հիսուս Պետրոսին ասում է, որ ես պիտի մեռնեմ, դու գար սուքի մեջ գնաք, դու գար գդրտնի, դու գար առանց Հիսուսի կմնալ։ Ինչու Պետրոսը Հիսուսին հանդիման, դե դու ինչու պիտի մեռնես, ինչ ըրած ես որ դու մեռնես, եթե մեկը պիտի ապրի անիկա տուն ըլլալու ես, մարդկային մտքով գիտես, այսինքն իրենք Հիսուսը պիտի գործընծնեն, իսկ երբ Սուրբ Հոգիով լեցվեցան, Սուրբ Հոգին հայտնեց իրենց խաչի խորհուրդը, որ մեր հավիտենական կյանքը Քրիստոսի խաչով է, իրենք իմացան, որ Քրիստոսի մահով իրենք կյանք ունենան, եթե Քրիստոս մեզի համար չի մահանա, մենք արդեն ողջ մեռելներ ենք, այս մեկը Հիսուս իր ավետարանի մեջ ասավ, թող դվեք, որ մեռելները թաղեք իրենց մեռելները։ Խաչը հետ այսու ոչ թե մահ է։ Այսօր մենք մեր խաչյալ Քրիստոսը կբաշխենք եւ խաչը կքարոզենք, որովհետեւ հետ այսու խաչը մահվան գործիք չէ։ Հիսուս ինչու ասավ, եթե մեկը գուզե աշակերտը լա թող իմ ետևես կա ու իր խաչը վերցնե ու ամեն օր ինձի հետևի, ինչու Հիսուս մեզի գարաշնորհ է խաչին, որովհետեւ մեր մեջ մեղքը խաչենք, մենք մեր մեջ մեղքը խաչելու ենք, որովհետեւ ապրենք ճշմարիտ կյանքը Աստծո մեջ։ Հիմա տեսանք, ուրեմն խաչ կյանք է, խաչով է որ մեզի նոր կյանք եւ նոր փրկություն եկա, խաչի վրայի կյանքով մենք կրնանք Աստծո հետ հաղորդակցի, որն է, որ առաքյալը գսե Քրիստոսի հետ խաչը եւ ալ կենթանի են ոչ թե հապա Քրիստոս կենթանի են մեջս եւ սիրելիներ մեր մեջ մեղքը մահանա, մեր մեջ կսկսի կյանքը Աստծո հետ կյանքի բոլոր հանգամանքներում մեջ։ Ոյե մեկ ժամանակ, ոյե մեկ մշակույթի մեջ։ Առանց Սուրբ Հոգիի խաչի մահը հրյաներուն քայթավություն է եւ գույներուն հիմարություն է։ Իսկ Սուրբ Հոգիով խաչը Աստծո զորությունն է եւ փրկության շնորհը։ Ուրեմն պետք է որ Հիսուս երկնք երթար, որովհետեւ մեզի ուղարկեր Սուրբ Հոգին։
Անոր համար Հիսուս համբարձավ։ Երկրորդ համբարձման երկրորդ խորհուրդը Հովանու 14:2 Հիմա երթամ, որ ցեզի դեղ պատրաստեմ։ Եվ եթե երթամ ու ցեզի դեղ պատրաստեմ, նորեն պիտի կամ եւ ցեզ քովս առնեմ, որովհետեւ ուր որ եմ ես, դու գան հոն։ Հիսուս գնաց, որովհետեւ մեզի երկնքի մեջ դեղ պատրաստ։ Մեկ շաբաթ կմտածեի, այսինքն Հիսուս մեզի երկնքում առանձնատուներ պատրաստ է։ Երբ տեսնենք, որ մեր տունը սարքված է, Սիդեր Հիսուս ինչն է քո խոսքի խորհուրդը։ Ցեզի դեր պատրաստ։ Եթե գուզեք երկնքի մեջ տուն ունենալու համին նայի Հայաստանում մեկ հատ առանձնատուն սարքեցիք։ Լավ, գտար չվիկ։ Կարծեմ թե գարմացային։ Հիսուս երկնքի մեջ ոչ թե մեզի տուն պիտի սարքե, ոչ սիրելիներ։ Հիսուս երկնքի մեջ մեզի վարձատրություն պիտի պատրաստ։ Դերը երկնքի մեջ իր զավակները պիտի վարձատրե։ Որքանով մենք հետաքրքրված ենք երկնային վարձատրությունով։ Արդյոք մենք այդ հետաքրքրությունը ունենք, այդ փարեդենչությունը գա մեր մեջ, որ դերը մեզ վարձատրե։ Գիտեք, սրա մասին Հիսուս իր վաղճանապանական թեմայի մեջ շատ խոսեցավ։ Շատ խոսած է, ավետարաններում վերջի հատվածները կարդացեք եւ տեսեք։ Հիսուս կխոսի վարձատրության մասին։ Մեր նվիրումը սիրելիներ, Քրիստոսի հանդեպ մեր ունեցած նվիրումը դրսևորումն է, թե մենք որքանով մոտ ենք Հիսուսին, որքանով սիրում ենք մեր Փրկին։ Մենք որքան կսիրենք Քրիստոսին, այնքան կնվիրվենք։ Արդար Քրիստոս, արդար հատուցում պիտի ունե մեզ ամեն մեկուն։ Քրիստոս ունի իր արդար վարձատրությունը։ Սրա մասին Պողոս Արաքյալ բավականին բացատրություն տված է։ Մեկ հատ թեփը պիտի պատմեմ, գխորին, որ մեջ եմ բաժինը գտեցինք։ Իմ մայրս Հալեվում մի քերգին ուներ։ Լուր, հնազան, խոնար։ Եվ միայն ժամանակ մորս քերգինը արադացել էր։ Ամուսինալ վիճակով լավ է, իրեն շատ կսիրեր, ցերկը արադ փող գար, եւ ասքույրը արադավես աստուծո կորզին ուտար։ Մենք հա ճոճուխ էինք, ճոճուխները գիտեն ով իրենց կսիրե, կճանչնան։ Եվ որ մայրս իր քերգինին դունը գետար, մենք ջադիգություն գնեինք։ Ինչ գնեինք, մամա տրան ուզեմ։ Հազի մորս քերգինը գլսեր, մամա փող եմ ուզում, հազի քերգինս գլսեր, հագոb տղաս եկի։ Անկիր սովեր եք, դրա համար իր պանան մեզի փողը ուտար։ Ալմայրս սա տղաս երիք է, ամեն քերգինի տեսնելու տրա իչի ես քեզի փող չեմ տալիս, ավելի։ Ուրեմն, աս բարեբաշտ արադացել խոնար, հնազան մորս քերգինը եկավ մահացավ, թուրսի մարդողոր է որ գավական։ Բաշտամունքներում ճիշտ ժամանակին կար, կոգիկ հակված, լուր, այսինքն օրինակելի է։ Բայց մյուս քույրերու նման այդ ծառայությունը չուներ։ Ինքը նշանավոր էր գուտար։ Մանալեն ետքը շատ չանցավ, իմ անունը չի հիշեմ, մեր քույրերեն մեկը երազում ես։ Եվ երազի մեջ մորս քերգինը իրեն ցերկը ունի ամանը, մենք կսենք ապսե արելդա է, ասպես ամանը, եւ մեջը մեկ հատ մեծ գլոր ոսկի, մենք լերարիս գլոր, ինչպես անգլիական գլոր ոսկին էր, անոր մեծ։ Սերը թե
Ասիկա Հիսուս ինձի դպա։ Բայց կսե աղջիկս երկենքի մեջ անանք տեղ մգա, անանք հատուկ տեղ մգա պատրաստված նվիրյալներուն, որ ամեն ինչիգը քերազանց է։ Այո, ինքը իր վարձատրությունը ստացած է, բայց կտեսնե, որ երկենքի մեջ շատ մի յուրահատուկ տեղ մգա։ Գիտեք այդ տեղը ինչ է, Աստուծո փառքին շատ մոտ։ Աստուծո փառքին շատ մոտ։ Երկնքի մեջ Աստված մեզի ոսկի ադամանտ պիտի չի տա։ Քեդինը ոսկի, թռները ադամանտ։ Հոգևոր միտքը Աստուծո փառքի ներկայության մոտ կլար։ Անոր համար Պողոս Արաքյալը ասե պիտի ճանչնամ սանիկը ինչպես որ է։ Տեսնել, ճանչնալ հաղորդը Քրիստոսի փառքի եւ սրբության։ Ասկանը մեր միտքը գրնա ըմբռնել, որտեղ հոգևոր ճշմարտությունները սիրել են մարմնավոր մտքով ատկանարթյուրին չէ բացատրել։ Ինչ կսե Պողոս Արաքյալ, այն վայրը, որ աչք չէ տեսած եւ մարդու միտքը չէ ունգած։ Չեմ գրնար բացատրել, չեմ գրնար գսե Պողոս Արաքյալ մեկնաբանել այդ երկնայինը իմ սովորական աչքերովս եւ մտքովս։ Քրիստոս մեզի դեր պիտի պատրաստե, սիրելիներ, Քրիստոս մեզ պիտի ընդունի իր փառքի մեջ։ Բայց այս մեկը պիտի ըլլա արդար վարձատրությամբ։ Ես վերջերս շատ կխորիմ եւ շատ կտեսնեմ Աստուծո արդարությունը։ Սիրելիներ, զգուշ եղեք։ Աստուծո արդարությունը կհամբերե, բայց չի մոռնար։ Վարձահատույցը լալու, լա մեր մեղքին բադիժը, լա մեր զին փառավորելուն վարձատրությունը։ Երկրորդ խորհուրդը սիրելիներ համբարձման, որ Հիսուս երկին գնաց տեղ պատրաստելու, որպեսզի իր հետևորդները վարձատրեն։ Երրորդ խորհուրդը եւ վերջինը Հիսուսի քահանայաբերությունը եւ բարեխոսությունն է։ Եբրայեցիս 4:14 Արդ մենք, որ մենք քահանայաբեդ ունենք երկին կացած Հիսուսը Աստուծո որդին, ամուր բռնենք մեր թավանությունը։ Քանզի ոչ թե այնպիսի քահանայաբեդ ունենք, որ կարող չլա մեր դգարություններուն գարեգից ըլլալ, հապա ինք ամեն երկով փորձ արած է մեզ նման, բայց առանց մեղքի։ Ուստի ալ համարձակությունով մոտենանք շնորհած աթորին, որպեսզի ողորմություն ընդունենք ու շնորհ գտնենք բեք եղած ադենը մեզի օգնելու։ Եվ 7:23-ի մեջ ինձ կսե շատ քահանաներ եղած են, քանի որ մահը արկետ եղած է, որ անոնք շարունակ քահանա մնա։ Բայց ասիգա, այսինքն Քրիստոս, հավիտենական ըլլալուն համար իր քահանայությունը անանցանելի է։ Ուստի բոլորով մինալ կարող է ապրեցնելու զանոն, որ իր մոտ Աստուծո գուկան, որովհետև ինք միշտ կենթանի է անոնց բարեխոս ըլլալու համար։ Բասնզի մեզի ճիշտ այսպիսի քահանայաբեդ մգվայլեր, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներեն զատված ու երկինքեն վեր բարձրացած, որուն ամեն օր հարգավոր չէ, ինչպես մյուս քահանայաբեդներուն, նախ իր մեղքերուն համար բադարակ մատուցանելու ու ետքը ժողովրդին մեղքերուն համար։ Բասնզի ինք մեկ անգամ հրավասիգա իր անձը բադարակ մատուցանելու։ Բասնզի օրենքը դգարությունով բաշարված մարդիկ քահանաներ կգարկե, բայց երդումին խոսքը, որ օրենքեն հետո, որ որդին հավիտյան կատարյալ է։ Հիսուսի քահանայաբերությունը։ Այս խորհուրդը Սուրբ Հոգին հայտնեց։ Հիսուս երբեք իր առաքելության մեջ չսավ ես եմ քահանայաբեդը։ Տեսեք Սուրբ Հոգին ինչպիսի ճշմարտություններ հայտնած է։ Անշուշտ Քրիստոսի քահանայաբեդության մասին չէ այսօր մեր թեման, բայց հարցումը որ հոսքը բարձրանալու։ Լսենք։ Եթե Հիսուս է քահանայաբեդը, ուրեմն որոնք են քահանաները։ Քահանայաբեդ բառը իր իմաստը ունի,
Երբ որ գա քահանաներ եւ ունին քահանայապետ։ Հիմա Իտալիայի մեջ կաթողիկե եկեղեցու փոփ կա, չէ՞։ Չեմ գիտեր հայերենով Հայաստանի մեջ ինչպես կներկայացնի, եթե փապ կսեն, եթե փոփ կսեն։ Բայց եթե լավ կաթողիկե եկեղեցու ծանոթություն ունես, քրակետ մարդը քեզի չսեր փոփ, քեզի կսե քահանայապետ։ Հայերենի մեջ կաթողիկոս բառեն ավելի ճշգրիտ բառը եպիսկոպոսաբետն է։ Եթե բադարակներուն լավ հետևած եք, բադարակի վերջավորության եւ եպիսկոպոսաբետին մերով դեր քարեկին կամ արամ սրբազնակույն կաթողիկոսը դիտողոսի, բայց ինքը եպիսկոպոսներուն երեցն է։ Իմասի ինչու կբացատրեմ, Հիսուս քահանայապետ է։ Քահանաները որոնք են, Պողոս Արաքյալը, Պետրոս Արաքյալը, փաստուկ ընդիր ցեղ մնեք սուրբ քահանայություն։ Հիմա գիները հատուկ իմաստություն ունի։ Օրոքույր մսա Պետրոս Արաքյալ ասմամագ եղբայրներուն քրիստը եկեղեցին, չէ, եկեղեցին քրեց։ Ուրեմն մենք քույրեր քահանաներ ենք, այո քահանաներ ենք, որտեղ Հիսուս է մեր քահանայապետը։ Տերևս ասիկա արաքելական եկեղեցու փարարանի մեջ վիճապանություն գստելուց է, բայց սուքերքի մեջ չէ։ Հայտնություն Հովաննուի մեջ ագսե որ մեզ թագավորներ ու քահանաներ ըրավ։ Քույրեր եղբայրներ, Քրիստոս մեր քահանայապետն է։ Մենք Քրիստոսը շնորհ ունենք իրեն մոտենալու, իրեն մեր աղոթները փաշրացնելու, հատվածը որ գարտացի այդպես չեկա։ Ուստի ալգիսե համարձակությամբ մոտենալ շնորհած աթորին արջե, պետք է ռազադենը ողորմություն եւ շնորհ գտնելու։ Այդ խոսքը միան եղբայրներուն չէ։ Քույրեր եղբայրներ Քրիստոսի եկեղեցի միան եղբայրներուն չէ, եղբայրներուն եւ քույրերուն։ Մեր բարտականությունը եւ ծառայությունը իրեն փաշրացնելու։ Շատ հստակ փրկության բարտաբերության մեջ արու եւ եք չի դա։ Բոլորը Քրիստոսով փրկվածն են։ Ինչու ասկարանայության մասին ասկան խոսեցա, որովհետեւ Հիսուս երկինք համբարձավ եւ մեզի հանձնեց, մեզի դրամատրեց փրկության դարացման արաքելություն։ Քույրեր եղբայրներ, մեր ուսերուն վրա բարտականություն կա, մեր շրջապատին մեջ մենք եղբայրներ եւ քույրեր, որ Քրիստոսի փրկությունը դարացենք, Քրիստոսի փրկությունը վգայենք, մեր շուրջը գտնվող ժողովրդին համար աղոթողներ ըլլան եւ այս մեկը քահանայի բաշտոն է, հոգևոր քահանայի բաշտոն է։ Հիսուս մեզ իրեն կործայցներ ըրավ։ Ինչպես Աստված մեզ հետ կհաղորդակցի, Քրիստոս կուզե մեզի հետ կործակցի։ Ինչ ըսավ այն գործերը, որոնք ես ելի տուգալ պիտի ընեք։ Հետ վերադարձանք Հովաննու 14։ Քահանայության խորհուրդը, որ գդակով հաստատվեցավ Քրիստոսի երկին կերտալեն ետքը։ Հիսուս մեր քահանայապետն է, Հիսուս մեր բարեխոսը։ Ով բարեխոսություն գրնա ունի։ Բարեխոսը այդ անձն է, որ երկու կողմանը ընդունված է։ Խնդիր մգա, նույն մգա, այդ նույնին լուզման համար գտնվի միջնորդը, որ բարեխոս է։ Երկու կողմեն ընդունված է լավի է։ Եվ բարեխոսը գտին է բարձրին, մեծին, իշխանավորին, որպեսզի լուծե խնդիրը անոր գարիք ունի, անոր սխալած է, կամ անոր վերջացնելի կորձ ունի։ Մենք հալելի մեջ ասոր գսենք վաստա։ Երբ որ մենք վաստապարը կգործածենք, վաստապարը ինքնին վասիտն է, միջնորդն է, բայց միջնորդը այնքան վստահ է, այնքան
մեծավորը իրեն հանդեպ համարում ունի, որ միջնորդը գիտե, որ երբ որ ինքը մեծավորին ըսե ասխնդիրը լուծե, չի մերժել։ Անորոմար հալերի մեջ կսեն միջնորդը ով է, վաստատ ով է։ Եթե քու միջնորդը զորավոր է, քու խնդիրը լուծված է իր բարեխոսությամբ։ Հիսուս Քրիստոս մեր միջնորդն է։ Ասպարը սորվեցեք, թեև չի կորդադեք, Հիսուս Քրիստոս մեր վաստանց։ Ասհալեցին է, շատ լավ գացնան իցի, և շատ լավ գժպտան։ Այսինքն, քու միջնորդը չի մերժում։ Քու միջնորդի խոսքը և խնդրանքը մեկ երկու չլար, որովհետև Քրիստոս ինքը Աստուծո սիրելի որդին է։ Քրիստոս է մեր բարեխոսը միջնորդը, երբ որ Քրիստոս միջնորդություն գնե, տեսեք սիրելի, հոր Աստուծո գսետ է, իմ աշակերտս է, իմ հետևորդս է, բայց իր դգայություններուն մադերի արանքով նայր։ Հիսուսը սա Պետրոս, ես քեզի համար աղոթեցի, որ սատանան քեզ չխարխանե։ Ով է Պետրոսը, ես և դուք։ Քրիստոս գիտե մեր դգայությունները, անոր համար մեզ համար հոր ու բարեխոս է։ Հիսուս երկին քնած համբարձավ հավատացյալներուն համար բարեխոսելու, որովհետև հոնգա թշնամի սատանան, հոնգա այն, որ ուզում է մեզ խարխալել։ Մենք սիրելիներ բարեխոս ունենք, մենք միջնորդ ունենք, չմոռնանք մեր փրկին համբարձում։ Ով գալիլեացի մարդիկ, ինչու գայներ դեպի երկինք կնայիք, այն Հիսուսը, որ ձեզ մե երկինք համբարձավ, այնպես պիտի գա, ինչպես տեսակ անոր գալուստը։ Եթե մեր հայտարարություններում ուշադրություններիք, եւ կնշեի, որ մենք այսօր Տերոջը շնորհքով համբարձումը պիտի տոնենք, ողջի է, Տեր Հիսուս ջան, եկեք քիչ մանկական բաները, Տեր Հիսուս ջան, Աստված է դու։ Տեր Հիսուս ջան, դու ճիշտ քո դերն ես գնում։ Բայց Մարանաթա դերը կա Հիսուս ջան, ես գործի տող։ Մենք քեզ սպասում ենք։ Մենք սիրում ենք քեզ։ Արի վերադարձի եւ քո արդար թակավորությունը հաստատե աշխարհի վրա, քարզիտուն արդար փրկիչս։ Մարանաթա Հիսուս պիտի գա, Հիսուս պիտի գա եւ ցես եւ մեզ բոլորս արժանացնե իր բարձրացում։ Այս օրերում մենք կհամբերենք, առաքյալները շատ կխոսին, այս օրերում մենք կծառայենք, կնվիրվենք, ծեր աշխատությունը քույրեր եղբայրներ բարակ չէ դերոջ։ Դեր օրհնեցես։ Հալակույր խնդրեմ, ամեն։ Եկեք համբարձման շնորհավորանքը մի հատ ևս ոտքի վրա իրարու փոխանցենք։ Քրիստոս երկինք համբարձավ։ Համբարձավ։ Ամեն։